Այսօր անդրադառնանք Չարենցավանի դեպքին, երբ որ պետի տեղակալը այլ ծառայողների հետ ծեծի էր ենթարկել Արցախից բռնի տեղահանված անձնավարժան հիշում արու էր այդ տղայանին շնորհություն կա։ Այն փաստաբանի եղբորը Չարենցավանի։ Դեպքի մասով ահազանգը կար, ահազանգի հետ կապված մենք ունեցել ենք հարուցված ծառայողական քննություն, հաշվի առնելով հատկանիշների, առերևույթ հատկանիշների առկայությունը, դրանք փոխանցվել են գլխավոր դատախազությանը, ըստ պայծրությամբ արդեն դատախազության եւ քննչական մարմինների տիրույթում է հարցը, երբ որ հանգուցալուծումը լինի կվերադառնանք ծառայողական քննության։ Նախարար Չարենցավանով մի բան է, ես վերջերս առիթ եղավ գրեցի մի քանի անգամ, նաև մեդիաներով ճշտեցի որոշ բաներ, որ տելեգրամյան հարթակներում ոչ միայն Չարենցավանում, նաև հանրապետության այլ համայնքներում, բայց վերջին օրերին Չարենցավանում է ակտիվացել, տելեգրամյան հարթակներով կեղծ մեր լուսանկարներ են տարածում կանանց եւ դրանով շանտաժ են անում եւ գումար շորթում։ Ես կոնկրետ Չարենցավանից գիտեմ, որ մի քանի քաղաքացիներ եւի 10-ից ավել կամ չգիտեմ ինչքան տրվել են այդ շանտաժին եւ գումարներ փոխանցել։ Ոստիկանությունը ինչ-որ անձանց ձերբակալել էր, բայց հետո բաց են թողել։ Այս խնդրի վերաբերյալ ինչ կասեք, թե այդ թմրանյութերի տարածման մասով լուրջ խնդիր կա, որի դեմ իրավապահ համակարգիչ կարող է համարնել եւ թե այդ շանտաժը ծել է կարող։ Իրականում թե շանտաժի առումով, թե թմրամիջոցների ապոնի շրջանառության առումով ես պիտի նշեմ, որ գնալով որոշակի նուրբ շերտեր են բացում նաև տարբեր առումներով, հանցանք կատարած անձանց դեպքում վարքագիծը եւս փոփոխության է ենթարկվում որոշակի, որովհետև գնալով վիրտուալ տիրույթում են, հիմնականում իրականացվում այսպիսի հանցանքները եւ երբ որ կիրառվում է օրինակ տելեգրամյան ալիքները կամ այլ հնարավորությունները application-ների տրամաբանության մեջ, դրանք ավելի բարդացնում են իրավապահ համակարգի աշխատանքը, որովհետև հիմնականում գործ են ունենում արդեն նաև միջազգային գործակցության շրջանակներում հարցի անդրադարձի հետ, որտեղ որ շատ հաջող, այսպես ասեմ, փորձեր չեն ունենում բոլոր դեպքերի մասով։ Իհարկե կան դեպքեր, երբ որ միջազգային գործընկերություն շատ լավ ստացվում է, բայց այստեղ դեռ դաշտ ունենք աշխատանքի, որպեսզի կարողանանք ավելի ընդլայնել մեր գործիքակազմը, բայց իրականում խնդիրը կա, այստեղ նաև կարողությունների խնդիր որոշակի առումով ունենք, սրան զուգահեռ այս խնդիրների, այո, թե տեխնիկական եւ թե նաև գիտելիքների։ Հետո բարձրացին Չարենցավանի դեպքով դրա մասով ինչ-որ մանրամասն կասեք, ովքեր էին, ինչու բռնեցիք, ինչու բացողեցիք հետո, թե դուք չեք բացողել քննչականն է բացվում։ Դե քանի որ քրեական վարույթ կա նախաձեռնված, ձերբակալման որոշումը արդեն քննիչի կողմից է տրամադրվել, հետագայում արդեն ենթադրաբար բավարար հիմքեր չեն եղել շարունակելու process-ը եւ տանելու օրինակ խափանման միջոցի։ Մամուլով բարձրացված այդ աղմուկից հետո մի որոշ ժամանակ դադարեց այդ շանտաժը, բայց երեք տեղեկացա, որ նորից ակտիվացել են նոր մարդկանցների Չարենցավանի բնակիչները գրկել, էլի շանտաժ են անում, էլի գումար են խոզում։ Դուք եթե չեք կարող դրա դեմ առնել այս բանի ձեր գործիքակազմը որպես նախարար ինչ-որ ոչ ունեք, ինչ-որ հորդոր առաջարկ, հանրությունը ինչպես դիմակայի դրանց, ինչ անի։ Իրականում ես մի անգամ հարցին անդրադարձել եմ, տարբեր հանցագործությունների դեպքում շատ հաճախ ոչ միայն իրավապահ համակարգի կարողություններին է վերաբերում, հարցը, այլ նաև հանցանքից տուժած անձի վարքագծին է վերաբերում, որովհետև կան որոշակի խումբ հանցանքներ, որտեղ տուժածի վարքագիծը չափազանց կարևոր նշանակություն է ունենում հանցանքի վրա հասնելու հետ կապված, շատ հաճախ օրինակ պայմանականորեն տարբեր համակարգչային հափշտակությունների թեմաներով կամ կիբերհանցագործության այլ դրվագների հիմքերով անձինք ընդհանրապես տարբեր հարթակներում լրացնում են իրենց անձնական տվյալները եւ սա բերում է կրկին հանցագործության իրականացմանը։ Հորդորս մեր քաղաքացիներին հնարավորինս անվտանգ գործել վիրտուալ միջավայրում։ Մենք սկսել ենք արդեն կիբեր մարտահրավեր հաղորդումների շարքը, որտեղ որ առանձին այս դրվագներին, որոնք ձեր նշած օրինակով շատ տարածված են, փորձում ենք դրանց անդրադառնալ եւ բացատրել մեր քաղաքացիներին, թե ինչպես պետք է լինի իրենց վարքագիծը, որը թույլ կտա հնարավորինս զերծ մնալ այս իրավիճակներից, իսկ եթե զերծ մնալու տարբերակ որպես այդպեսին չի լինում, ընդ որում վերջերս շատ հաճախ են այդպիսի դեպքերը լինում, արդեն պետք է դիմեն մեր մասնագիտացված ստորաբաժանմանը, որպեսզի կարողանանք հնարավորինս օժանդակել process-ին։ Դուք քաղաքական պաշտոն եք զբաղեցնում, առջևում էլ ընտրություններ են, այս օրերին արդեն որոշակի առումով ահազանգեր կան, որ տարբեր վայրերից բերում են քաղաքացիների գրանցում, օրինակ Գյումրիում, չգիտեմ որքանով եք ծանոթ այդ հայտարարությունների, Հնդկաստանի քաղաքացիներ ախրքալակից եւ նաեւ այնուամենայնիվ ոստիկանությունը ապա քաղաքական է, թե հաշվի առնելով այն, որ դուք քաղաքական պաշտոն եք զբաղեցնելու, իրենք եւս որոշակի առումով քաղաքականացնում են եւ նաեւ այդ ընտրացուցակների անճշտությունների եւ ահազանգերի վերաբերյալ։
Նախ առաջինը, թեև իմ պաշտոնը քաղաքական պաշտոն է, բայց կա շատ հստակ դերաբաշխում ներքին գործերի նախարարի եւ ոստիկանության աշխատանքի մասով եւ ոստիկանությունը շարունակում եւ շարունակելու է իրականացնել ապաքաղաքական գործունեություն։ Եվ ընտրացուցակների մասով ես պիտի ասեմ, որ արդեն ներքին գործերի նախարարության պաշտոնական կայքեջում նախնական ցուցակները հրապարակված են եւ այս նախընտրական ցուցակների մասով, որպեսզի կարողանայինք հստակեցնել, հասկանալու կա օրինակ անճշտություններ տվյալներում, կան օրինակ մահացածներ, որոնք դեռևս շարունակում են մնալ ցուցակներում, համայնքային ոստիկանության օժանդակությամբ միգրացիա եւ քաղաքացիական ծառայությունը վերջնականացրել է այս ցուցակները եւ արդեն դրանք հանրային տիրույթում հասանելի տվյալներ են եւ հնդածս եթե մեր քաղաքացիները նկատեն տվյալների հետ կապված որոշակի անճշտություններ կամ լրացուցիչ ցուցակներ գրավելու հետ կապված հարցեր առաջանան, բնականաբար ըստ ընտրական օրենսգրքի այս կանոնները աշխատում են, խնդիր չկա։ Քաղաքացիները, ախակալակցիները օրինակ կայքում են Գյումրիում, կընտրեն եւ կգնան։ Ես անկեղծ ասած թեման, երբ որ ինձ հայտնի դարձավ, որ մեդիա դաշտում շրջանառվում է այդ թեման, շատ անակնկալ էր, որովհետեւ առնվազն օրենսդրությանը ծանոթ մարդիկ պիտի ունենան, որ այսօր գրանցվելով Գյումրիում կամ Փարաքյարում դա չի տալու անձին հնարավորություն մասնակցելու մարտի վերջին ընթացող ընտրություններին, որովհետև անձը պետք է ունենա որոշակի ամսական կտրվածքով հաշվառում տվյալ բնակավայրում, որը որ նրան ընտրական իրավունքի հնարավորություն կտա։ Եթե անձիկ տվյալ ժամկետից առաջ են գրանցվել եւ շարունակում են այնտեղ բնակություն հաստատել, բնականաբար ըստ օրենքի տվյալ անձինք ունեն ընտրական իրավունք։ Այս մասով նախարարությունը պաշտոնական հայտարարությամբ հանդես եկել է եւ եթե լինեն համանման ահազանգեր, խնդրում եմ ուղղորդել նախարարություն, մենք բարձրաբանումները կտանք։ Շնորհակալություն։